Բան է, վեզեն կոնկրետ թվերով հաշվարկներ կան, թե եթե վառելիքը մենք ռուսական ռուբլով գնենք, դա ինչ մուտքեր կապահովի եւ ինչ կտա Հայաստանին։ Բնականաբար կա, որտեղ մենք գիտենք վառելիքի քանակությունն ինչքան է։ Մենք ստանում ենք, օրինակ ասենք ես կարող եմ դες ասել 2014 թվականին, եթե իմ հիշողությունս չի դավաճանում, ինձ նորից ասեմ 1 միլիարդ 800 միլիոն քառորդ մետրի չափ գազ մենք ստացել ենք Ռուսաստանից, 400 միլիոն չափ Իրանից։ Ոչ ոք Իրանի համար ոչ մի բան չի ասում։ Իրանի վճարային համակարգն էլ այլ։ Հիմա այդ խոսակցությունը գնոր դա կարելի է ռուբլով փոխհատուցել նրան։ Բնականաբար մեր ապրանքները վաճառելուց մենք ենք ռուբլի վերցնելու։ Մեկը որտեղ քեզի ռուսական կազմակերպությունները որևէ մեկը քեզ դոլար չի տալիս։ Ինքը ռուբլի է տալիս փոխանցումը բանկով, այդ բանկային գործը մենք ասում ենք կարող է ռուբլով էլ կատարել։ Իսկ թվում է որ այդ ռուբլով վճարակշռան հաշվեկշիչ կստեղծեն, բանկային համակարգ կարող են ռուբլով գործարք կատարել ուղղակիորեն եւ մնացած թե խոչընդոտները կվերանան, թե տնտեսապես ինքնին շատ ավելի ձեռնտու։ Գազի գինը քաղաքացու համար կեժանանա, թե ոչ այդ գործարքների արդյունքում։ Ռուբլով փոխհատուցման եւ մնացած բանի պարագայում չի խոսում դա ինքը գինի չսնելու է։ Եթե մենք պայմանագրի մեջ ֆիքսենք, որ սրանից հետո, այսինքն եթե մենք պայմանագիրը գնանք հնարավոր ազգային ժողով վավերացրել ենք, այնտեղ դոլար է ներկայացրած։ Եթե ռուբլով մենք ներկայացնենք, ինձ թվում է որ հավանականությունը շատ ավելի մեծ է որ ճիշտ է։ Ես գտնում եմ որ ռուբլով իրականացվող այդ գործառույթները ֆինանսական հաստատությունները, այսինքն բանկային համակարգի միջոցով դա լրացուցիչ լուրջ թափ կհաղորդի մեր տնտեսվարողներին ու մասնավորապես այն տնտեսվարողներին, որոնք իրականացնում են իրենց ապրանքաշրջանառությունը համեմատաբար Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետև Ռուսաստանի Դաշնության հետ այս վերջին ժամանակահատվածում իր փոխարժեքի միջազգային այլ վալյուտաների ավելի շատ ընդված դոլարի կամ եվրոյի կամ ֆունտ ստերլինգի կամ իենի կամ յուանի նկատմամբ ունեցած այս տատանումները անկայունություն է մտցնում մեր կներեք արտադրական այն հզորությունների միջև կամ նույն սպառում իրականացնող նույն այսինքն ապրանքաշրջանառություն կամ այնտեղից գնող կամ բանանող կազմակերպությունների հետ, որոնք որ աշխատում են Ռուսաստանի հետ։ Սա հստակություն է, սա կանխատեսելիություն է, սա հնարավորություն է։ Ուստի այս առումով պատական չէր վարչապետը հենց հավեսի համար չէր ասել, սա հաշվարկների մեթոդիկական մեջ է, կար լրջագույն անհանգստություն եւ շատ ուրախ եմ որ համենայնպես այդ առաջարկ եղավ, այսինքն երբ որ դու մի ապրանքը տանում ես, հետո 3 ամիս հետո ռուբլով ես տանում, դու չես էլ իմանում այդ ռուբլիդ, այսինքն դոլարի նկատմամբ 35 դարավ 70, մեկը 70-ը դարավ 60, հետո 60-ը դարավ 28, հետո հասկանում եք, այսինքն այդ կանխատեսումային մասը, ինչի մասին որ մենք խոսում ենք, անհեռանկարային կամ քեզ համար որպես մութ անտառ մտնելու այդ քննիները, իսկ տնտեսվարող ամենազգույշ, ամենազգայուն, հասկանում եք, դա անձն է, կազմակերպությունն է, որը որ ցանկացած այդ տատանումներից ինք ասում է սպասի ես ձեռնպա մնամ, հա, հետ որ իրավիճակը կնի նորից։ Իսկ մենք ռուբլով կնքելու ռուբլով ստանամ։ Իսկ եթե ինք պարտավոր է ռուբլով դա վճարելու, այսօր պայմանագիրի կապել ենք ռուբլով է ստանում։ Հետո ինքը նույն ռուբլին տալիս նույն ապրանքն է ստանում։ Հասկացաք չէ՞ դուք ինձ։ Այսինքն հայ տնտեսվարողները պիտի իրենց գործունեությունը ռուբլով իրականացնեն, այդպես է ստացվում։ Եվ արդյոք այստեղի փոխարժեքով ձեռք է տալիս դա։ Որ մասով իրենք աշխատում են Ռուսաստանի հետ։ Եվ Ռուսաստանն էլ առաջարկում Հայաստանը, չի ասում քո ոսկիդ կամ մոլիբդենդ որ ծախում ես Եվրոպայում, բեր ռուբլով ինձ մոտ կարա։ Ինք ասում է ես քեզ գազ, բենզին կամ որևէ բան տալիս եմ, հա, ասում է խնդրում եմ ինձ ռուբլով փոխհատուցի։ Սա է ասում։ Ասում է դու դից ապրանք ես բերում, ես ավելի բաց է այդ ասեմ, հա։ Դու ինձ կարես ռուբլով էլ փոխհատուցես, ոչ թե ասենք դոլարով։ Իմանայ, դոլարը նստած է մեր մոտ նույն գազի հաշվարկի գնի մեջ, նույն էլեկտրոէներգիայի հաշվարկի գնի մեջ։ Մենք ասում ենք, այսքան փոխարժեքի պարագայում։ Եթե հիմա այս ռուբլով է, չէ՞ որ մտածեք, մեր հայրենակիցների մեծամասնությունն իս ռուբլ են ուղարկում։ Ճիշտ է։ Այդ ռուբլին մենք բերում ենք ստեղ ինչ ենք անում։ Դրամ ենք դարձնում։ Հետո որ փոխանցում ենք միտեղ որ ապրանք առնենք, ինչ ենք անում։ Այդ դրամը դառնում ենք դոլար ենք դարձնում, հետո դոլարն ենք փոխանցում։ Իսկ հիմա ռուբլով առնում ենք, ռուբլով տալիս ենք։